Շատ ուրախ եմ գտնվել այս հայկական դպրոցում, արդեն 1 օր անցկացրել եմ մի քանի ժամ, ուսուցիչներին եմ հանդիպել, աշակերտներին եւ պիտի ասեմ, որ իսկապես շատ գեղեցիկ լավ տպավորություններ ունեմ։ Շատ տպավորիչ է տեսնել մի կրթավայր, մի կրթօջախ, որտեղ այսպես հոգատարությամբ, ուշադրությամբ եւ նվիրումով հայ երեխաների են կրթում։ Ինչ ասել է հայկական դպրոց մեր օրերում Թուրքիայում ինչ մարտահրավերներ, ինչ խնդիրներ, ինչ դժվարություններ, ինչ ձեռքբերումներ ունի ան։ Այո, բարև ձեզ, ես շատ գոհ եմ Մերամեջյան վարժարանի տնօրենուհին Մարալ Özda։ Այո, դուք 130 աշակերտ ունենք վարժարանի մեջ, ասոնց մե 34-ը մանկաբարձի մագարտագին, 50-ը նախագծարան, իսկ միջնագարտնալ 46 աշակերտ կան։ Անշուշտ ես 22 տարի էի վեր վարժարանեն ներս կբաշտոնավարեմ, իբր նախագծարանի տասարանի ուսուցիչ։ Այո։ 2003-ին երբ առաջին անգամ կորձիցի վարժարանեն ներս, արդեն ես հոսկե շրջանավարդեմ, մինչև 5-րդ տասարան մանկաբարձ 5-րդ, հոսկե անցած եմ էսայան վարժարան։ Ուրեմն դարիներ վերջ երբ որ վերադարձա, շատ մեծ զգացումներով եւ դարիներ վերջ երբ որ ներս մտա, երթիգեն ներս, այսինքն մեծ զգացումներով լեցունեի, մինչև այսօր նույն ցևով ես իմ գամքովս կուզեմ համայնքիս ծարայել։ Անշուշտ երբ որ սկսա մեր դպրոցին թիվը 300-ի շուրջ էր, հետս դա 20 տարիներում մեջ նվազած է եւ իջած է 130-ի։ Անշուշտ ասո միայն մեր վարժարանը չէ, բոլսո մյուս վարժարաններն ան նույն ներգացության մեջ են, շատ աստեցություններ ունին, անշուշտ մեմը արդասահման ան հեռացել են, այո։ Անգա անգետուրս խարն ամուսնությունները հետս է շատացած է Թուրքի հետ ամուսնանալ եւ անշուշտ բիդի որոշեն հայու վարժարան բիդի ղրգեն թե ոչ pedagogan վարժարանը եւ կամ թե քոլեջ ղրգելու միտքը ունին եթե հաղթե ծնողները մեկը անշուշտ մեր վարժարանեն ներս ուսումնարն է երախան եւ մեմնալ աստեցությունները մեկն է ոչ թե 1-2-3 զավակ, այլ միազավակ, այո, մեկ զավակով կոհանան ծնողները, որովհետեւ տնտեսական հարցերը բավական դժվար է երկրի մեջ։ Ուրեմն աստեցություններն ծնավ աս խնդիրը գրնան կսել բայց մեր ցերքենը եկածը ընելու գճանանք քիչ ասանք հագարակ ալիքի թի քաշելու բես է մեր կորձը բայց մեր ցերքենը եկածը ընելու գճանանք միայն հայերենի տասերով չէ կձակության տասը մեկ կողմեն քիդության տասը որովհետև 3 տարեկան մանկաբարձեն սկսյալ տասեներս քիդության փորձերու այսինքն դարալու ծարան երթալով իր ագնոցը շաբիկը հակվելով ցերնոցներով փորձներ եւ ասիգարածադենալ հայերեն լեզվով արտահայտել այսինքն ոչ միայն լեզվի դասերն են հայերեն, այլև գծագրության եւ ինչպես ասացի գիտության դասերը, այդ երկու բոլոր դասերը հայերեն են։ Այո, բոլոր դասերը արդեն մանկաբարձի մեջ ոյվեցեվով թուրքերեն լեզու չկործածվիր, անգլերեն եւ հայերեն գա, շուրջ 30 հայ ուսուցիչ ունենք մենք եւ ուսուցիչները հայերեն կխոսին իրենց դասերներս անշուշտ դերուն լեզունալ գխարնվի երբեմն իրենց լեզվին բայց մեծամասնությամբ հայերեն կխոսին ուրեմն ասիգա մեծ արավելություն է ըստ մեզի բայց ասոր հագարակ նորենալ դղակը դերուն լեզվով արդահայտվելը իրենց համար ավելի թյուրին է ավելի սահուն ավելի լավ գարդահայտվին ասելով գնախնդրեն մեր դասերը դուրս մանկաբարձ բանուհիներեն նախագծարանի ուսուցիչներեն կամ հայերենի գրոնքի մեր ուսուցիչներուն դասերը դուրս դղակը գնախնդրեն մանավանդ բարդեզը նրբանցքի վրա իրենց խաղի լեզուն իրենց երազած լեզուն սեմ թուրքերեն է որովհետև բայց ես երբ Հունաստան կացածի հոնալ նույն բարական նույն է մենք հունարենի հետ նույն բանը գաբրինք ըսածին ուրեմն քիչ մնալ մեջի սանքիստե միայն մեզի հատուկ
խնդիրը չեղած, բայց իսկապես ալ դժվար է, հագարակ որ մայրիկները հայու վարժարաններ են շրջանավարտեն կամ հայերից ցիտաստիարագով մեծած են, իրենց զավակներուն հայերենով խոսելու դեղ ուղակի դեղուն լեզուն կորձադատեն, եթե հարցնելու ըլլակ, դե երկու լեզվով սկսի, եթե դժվար բիդելլար լեզվի ավելի ուշ պիտի ելլեին այդ պատճառներով, իշտե ասիկա բادرվակը ցույց կտամ միզի եւ կամ թե քիդեի բայց չնախնդրիցի գսեն, ուրեմն մենք մանգաբարդեզ 3 տարեկանին սկսյալ հայերեն խոսելավարժության գսկսին։ Մինչև 8-րդ դասարան մեր ցերկենեգածը ամենալավը գադարելու համար չանք կթափի եւ իսկապես ալ հաճող են գսելով գխորին, քանի որ մեզ մե հերացող ան լիսեի ագարտագի եղող մեր աշակերտները լիսեի դնորեններուն եւ ուսուցիչներուն գողմե գքնահատվին, լավ հայերեն գխոսին, լավ գարդահայտվին, ըսելով մենք ուրախ ենք ճիշտ ջամփու վրա ենք ըսելով գխորինք այդ նյութի տեսակետեալ, բայց նորենալ դժվարությունները շատ կաբրինք, քանի որ մենք լեգեսե անունով, այսինքն լիսեներուն մուտքից քննության պատրաստության շրջանն է դղակը 7-րդ եւ 8-րդ դասարաններուն եւ անշուշտ թվապանությունը գիտությունը թրքերեն կամ ընկերապանության դասերը պետք է թրքերեն լա, այսինքն միջնագարկի մեջ դղան անշուշտ է հայերենի եւ գրոնքի դասերը դուրս եւ կամ թե մարզանք գծակրություն, տեխնիկագիտություն ըսեն, երաժշտություն գամբար, աս դասերեն դուրս անկնության մի մտնեն ասելով պետք է թրքերենով մենք դասավանդենք։ Եվ ալ գամած ալ գսկսի դղան քիչ մնալ, հերու մնալ հայերեն, բայց նորենալ երբ որ մեր լիսեներ, ասկային լիսեներուն շարունակելու լան եթե խոնան աղվորմը իրենց լեզվով պիտի շարունակեն։ Մեկ մասը գերտա հատուկ վարժարաններուն, եթե քննության մեջ հաջողի, այսպես կշարունակեն իրենց ուսման կյանքին։ Մենք ալ ըսած իսպես մանգաբարդեզի մեջ շատ լավ հայերեն իսկապես կխոսին, քանի մեծնան այն իրար մեյալ շատ կասի, օրինակ համար իր մայրենիով թբրոցը սկսող 3 տարեկան որ փնավ թրքերեն չգիտեր, երբ որ սկսի թբրոց ինքնաբերաբար ցևոմը ուսուցիչեն քախնի խոսին գրգին դեղուն լեզուն եւ դղան մեկ կողմենալ վարժարանի մեջ թրքերեն գրնասովին կամ հայերենը այդպես կամ թրքերեն ցևոմը վարժարանենես կմտնե ասկրնանքս դպրոցը լեզուն պահելու ամենահիմնական տեղն է, ես հասկանում եմ եւ որքան էլ դժվար է, միևնույն է, եթե մի տեղ կպահվի, մի տեղ պահվում է, ապա հատի դպրոցն է, դա դպրոցն է։ Բացի լեզվապահպանման այդ առաքելությունից դուք ուրիշ ինչ առաքելություն կսահմանեիք, կորոշեիք այսօր հայկական դպրոցի համար, գուցե հայկական մշակույթին մոտ լինելը, հայկական արժեքներին, լեզուն եթե դնենք մի կողմ, ապա էլ ինչի հետ եք դուք ուզում կապել ձեր այսօրվա սերունդը Այո, մշակութային տեսակետեալ, այսինքն միայն թարգմանչած դոն եւ մշակույթի շաբթվան մեջ չենք սահմանել մեր գործունեությունները, մեր ավանդական բարերով, երաժշտությամբ եւ կամ թե քծակրության աշխարհում օրինակ համար մեր օրացույցը նույնիսկ ամեն տարի օրացույց կպատրաստենք Թբոցյանունով, հետսեդե վերջին տարիներուն գուզենք հայկական քծակրություններուն վրա հիմնենք մեր օրացույցը եւ կամ թե երաժշտության մեր երաժիշտներուն անոնց հետ օրացույցը պատրաստել դղան երբ որ կա բդդացեք բادرում վրա ամբողջ մեր հայերեն այո քրությունները եւ կամ թե հրճագավոր հիմա բադին վրա օրինակի համար մեր հրճագավոր թեմքերը պիտի ծոլացնենք դղակը պիտի կծեն մեր քծակրության ուսուցիչին հետ միասին այսինքն հայկական արժեքների հետ կապելու խնդիր կա դրված այո միշտ կա արդեն մեր հայերեն ուսուցչուին դիգին հերան գրոնքի տեսակետեալ շատ գաստե դղոց վրա եկեղեցի ունենք մեր բարձին փագը եւ հոնա հոնգեալ գերտանք եկեղեցի մեջ այսինքն գրոնքը հոն
սորվելու համար գրնամս է բդույթներ նույն տեսակետը հայ մամլի գաբելու համար անոնց ավելի լավ հանի հասկանանսելով կերտան մարմարա ժամանակ ագոս այցելություններ հյուրեր բուկան մեր վարժարանը գրգին մեր համայնքին ծանոթ թեմքերը բուկան մեր նախկին շրջանավարտները օրինակի համար հիմա սաբահուս ասենք որ խոհարարության փայժնեն ներս եւ կամ թե փիժ եղած է բուկա ինքը պատմելու ներկայացնելու ուսումը գբատմե շարունակասանք հայերեն ամեն բանեն ներս այսինքն մեր ավանդական ջաշերը դղուն ներկայացնել մեր ջաշարանին բادرը նույնիսկ աշխատածին անցյալ տարի մեր ավանդական ջաշերով համերով լեցուն է ամբողջ շրջանակներու մեջ ծրած են այն դղան ըսկա հոս հայենք մեր ինքնությունը հոսկե գսորվիկ գամ գաբեցնենք վերը նրբանցկը բզդիկ կրատարամ ունինք գրգին հայ մամլո յուրաքանչյուրեն օրինակներ գտնենք դղանս խոսանքի մեմկա անշուշտ շատ չեն հետաքրքրվի դղուն աչքին դեվագան անիգա երևա սելով գաշխադինք հադի մանչս արնայեմ սա մարմարա ժամանակ նայնայիմ ովքեր գան քեզի ծանոթ թեմքեր գան եւ այլ ինդիգեներային անցյալ դարի աշխատածին ազատ արդահայտվել եւ անիգա բան ոդանավորի վերածել բանաստեղծում եւ լավ բաներալ մեջտեղ ելածեր հարգավթե գուզեն խարն բարեր փորձածել բայց մենք չենք կստիբեր որ անվանման զուտ մակուր հայերեն վիդելա ուսուցիչների հարցը սերնդափոխության հայ ուսուցիչներ որոնք հետաքրքրված են դպրոց մտնել դժվար է խնդիր է դա ձեզ համար պոլսահայ համայնքում այն մարդիկ կան որոնք պիտի գան դպրոց ուսուցիչ դառնալու կամ հեշտ եք գտնում դպրոցի համար դժվար է հետսեդե գբաքսի որովհետև մենք հոստուրքյո մեջ հadouk համալսարանը ջուրմը ամբիոնը ճունինք այսինքն մեր քրագանության բաժինը լեզու եւ քրագանություն հայերենով այո չկա այո մենք ինչ որ գսորվինք մեր լիսեի մեջ մեր քիծած հայերենով եւ անգի թուրսալ հadouk տասեր ուսուցչած հիմնարկին մեջ կազմակերպված տասերուն շարունակելով երևսալ ուսուցիչ ըլլալով շատ հաջող է բայց լեզվի մեջ դգար է ուրեմն գքաշվի եւ ոս մտնելու համար բան չփերեմից այո աննիսկ կա բայց մենք եթե վստահենք այո պիտի գարենա կզիկը պիտի հարաճացնեն վստահենք եւ մենք ալ արիտներ գստեղծենք անշուշտ բայց հիմա գիտեք որ նյութականի հարցալ գա ուսուցիչները կողացուցիչ ամսական դժբախտաբար չունի այդ պատճառով ուսուցիչ ըլլալու դեր ուրիշ ասպարեզները գնահնդրե գրկնաբադիգը երաբադիգը գշահի այդ տեսակետեալ նեղություն ունին երիտասարդները ուսուցիչ ըլլալու գամքը չունին զանազան պայմանների պատճառով բայց եթե ընդրեն ցևոմը մենք արդեն ցերքեն փռնելով պետք է հատ օժանդակությունը իրենց գրնանք տալ անալ մեծ հարց է որովհետև ալ վերջին շրջանավարտներն ենք ասենք որ օրինակ ես մարմարա համալսարան հասարակային ուսուցչության ջուղեն հարգավթե 4 տարի համալսարանը միայն թրքերեն դեսած եմ բայց ասածպես Ռոբերտ Տեջյանը ըլլա Մակլույ Բյուկագոպյանը ըլլա Պասկալ Թյորենի Գարգիս Խորասանջյան հարկի ուսուցիչներ բոլսոհայ անոնց մեծ թասեր հadouk թասեր առնելով մենք մեզի զարգացուցինք բայց հիմա անթասերնալ բավականաչափ բացած է չի գա մեկ երկու օրինակներ կան նորեն Սևանդեի Մենջյանը գաշխատի ասնույթի շուրջ բայց ասածպես ուզել պետք է նյութականը մեկ կողմ տնելով քիչմը ինքնության բանալ դիտը ըսկա իր մեջ ուսուցիչը թե ոչ իսկապես դժվար փորձ մնե շատ պայմանները շատ հագարակ է որովհետև ասածպես բայց մեր ցերքեն եկածը ունելու գճանանք որ պետք է ապրի մեր վարժարանները թե շատ տարիներ պետք է կոյադևենք հազարներով աշակերտ ուսումարել է խորեցեք որ 1250 աշակերտության քանակ կար դարիներ առաջ 40-50 տարի առաջ որպես ուսուցիչ հիմա որպես ուսուցիչ եմ հարցնում որպես հայ համայնքի կրթական գործերում այսքան ներգրաված ո՞րն է ձեր երազանքը Ինչ երազանք ունիք երազանք շատ կուզենք
մեր թիվը բարձրանա, դղակը ծնողները քաղտելու դեր խոս մնան, մեկ զավակով չկոհանան ավելի շատ զավակներ աշխարհբերեն անշուշտ նյութականի բաներով, եթերները նյութականը եւ հայու վարժարաններում վստահելով ղրգեն իրենց զավակները, որովհետև իսկապես շատ լավ ուսումով ուտանք մենք հոս, արտիական մեթոդներով, Կերմանական լիսե շահածե անցյալ դարվան մուտք գործած է մեր աշակերտը, հիմա նոր սորվեցանք մեր աշակերտները երեքադը ֆրանսական եւ ավստրիական վարժարանները հաջախած էին մեզ վերջ լիսեի եւ անոնք զանազան աշխարհի համալսարաններեն ընդունված են եւ բիդերթա մեկ հատ զվիցերիա բիդերթա մյուսը այո վիանա եւ ամերիկա նյու յորք բիդերթա խորեցեք որքան հաջող զավակներ անոնց հիմը մենք նետածենք հայերենով նետածենք անոնց հիմը եւ անոնց առաջին հասարանի ուսուցչուին եսի դիգին հերան հայերեն ուսուցչուիներ դարիները իվեր միասին խորեցեք մեծ ուրախություն է հիմա նոր սորվեցան աշակերտ մնալ Մյունիխի վարժարան տեխնիկագիտության բաժինը պիտի շարունակեր անալ մեզմե Հայաստան կացածեր Հայաստան են Մյունիխ պիտի երթայեր աստղի նորարին լուրը այո ասոն ցալ մեզավան մեծ հբարդություն է Ուրեմն մենք ճիշտ ճամփեն գշարունակենք, հոգչեք քիչենք, բայց հայենք գսենք միշտ եւ հաջողը լալու ամարալ մեր ցերքեն եղածը բիդանենք, ասիգա որոշե, մեր երազը անենք գրգին նախքին դարիներում պես անանք 700-ներ, 600-ներ անոնք իսկապես երազանք մգլա, անի սաբահուս կարելի չէ թերևս, բայց Ինչու չէ գտնաբադիգը կոնե այո երաբադիգին գրնանք հասնին եթե ծնողներն ալ մեզի հայու վարժարանները նախորդելու կլան այո անալ ուրիշ հարց այսքան Շատ շնորհակալ եմ տեղեկությունների ժամանակի տրամադրաժամանակի համար եւ ես էլ ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր այս կարևոր գործը թող հավերժ շարունակություն ունենա որովհետև այս երեխաները ի վերջո հայերենով են կապվելու հայ լինելու զգացողության հետ Անշուշտ Շատ շնորհակալ եմ Եվ մենք ալ շնորհակալ ենք Ստամբուլի Մերամեջյան վարժարանը գտնվում է Ֆերիկյուղ թաղամասում։ Վարժարանը կառուցվել է Ֆերիկյուղի Սրբոց Վարդանանց եկեղեցում կից Գևորգ Էֆենդի Մերամեջյանի սեփական հողամասի վրա 1912 թվականին։ Փայտաշեն այս շենքը մինչև 1952 թվականը գործածվել է որպես մանկապարտեզ ու նախակրթարան եւ դրանից հետո երբ թաղի հայ բնակչության թիվը զգալիորեն մեծացել է, միջնակարգ վարժարանի կարիք է զգացվել, որից հետո էլ կրթական նախարարությունից ձեռք բերված պայմանավորվածության եւ արտոնության համաձայն վարժարանը միջնակարգ դպրոց է դարձել։ Շենքն էլ նորոգվել է, ընդարձակվել եւ օրվա թաղային խորհրդի եւ բարերարների օժանդակությունը մեծ գործ է արել։ Վարժարանը այժմ մանկապարտեզի, նախակրթարանի եւ միջնակարգ բաժինների համամասնություն է։ Եվ այստեղ հաճախող բոլոր աշակերտները հայեր են։ Ես այսօր զրուցեցի վարժարանի տնօրեն Տիկին Մարալի հետ եւ զրույցը ձեզ ամբողջությամբ ներկայացրի առանց խմբագրումների, որպեսզի հնարավորինս պատկերացնեք, թե այսօր ինչպես է ապրում, ինչպես է շնչում Ստամբուլի հայկական դպրոցներից մեկը Մերամեջյան վարժարանը։ Իդեպ բոլորովին վերջերս դպրոցը հավաքել էր իր նախկին տարիների շրջանավարտներին, որոնք այս դպրոց էին հաճախել դեռևս 50, 60, 70 տարի առաջ կամ 20 տարի առաջ եւ վերածվել էր դա մի գեղեցիկ տոնի,
տարբեր տարիների շրջանավարտներ, ընդ որում նրանցից շատերն արդեն Թուրքիայում, Ստամբուլում չեն ապրում, այլ տարբեր երկրներում, կարողացել էին նրանցից շատերը գալ այցելել հարազատ դպրոց, լինել մի հարկի ներքո, որտեղ անցկացրել են իրենց դպրոցական տարիները։ Իսկ վերջում պարզապես տեղեկացնեմ, որ ես առանձին հաղորդմամբ կամ առանձին տեսանյութով կներկայացնեմ իմ զրույցը այս դպրոցի աշակերտների հետ, նրանք ինձ պատմել են իրենց երազանքներից, իրենց առօրյայից, իրենց վերաբերմունքից հայրենի եւ Հայաստանի հանդեպ, վստահ եմ այդ զրույցը ձեզ շատ հետաքրքիր կլինի։ Ես էլ հույս ունեմ, որ կկարողանամ այլ վարժարանների աշակերտների այս ընթացքում հանդիպել եւ նաեւ զրուցել նրանց հետ ու թերևս մեկ ամբողջական տեսանյութում կներկայացնեմ տարբեր վարժարաններում, Ստամբուլի տարբեր վարժարաններում սովորող աշակերտների հետ իմ զրույցը։ Այս մեկ տեսանյութում չուզեցի ներառել երեխաների հետ զրույցը, քանի որ առանց այն էլ մի քիչ տեսանյութը, այսպես ասեմ, երկար ստացվեց։ Շնորհակալություն, որ ինձ լսում եք, հետևում եք, սպասեք իմ մյուս, այսպես ասեմ, տեսանյութերին, ռեպորտաժներին առաջիկայում իմ ալիքում։ Շատ շնորհակալություն, լավ եղեք։